Արարատի, Արագածի, Հատիսի ու Արայի լեռների միջև փռված ծաղկազարդ դաշտում միավորվել են ավելի քան 1400 երաժիշտ, պարող ու արվեստագետ։ Հայկական բնաշխարհի խորհրդանշական վայրում մշակույթի լեզվով են պատմում միասնության, սև-սպիտակի բաժանարար գծերը հաղթահարելու եւ վերածնվելու մասին։ Արա Գևորգյանը որոշել է մարդկանց հաշտեցնել մշակույթի լեզվով։ Շեփորներից, ֆլեյտաներից, կանոններից հետո մտավ դոլար, ուսանող նվագեց, դուրս եկավ, հետո նորից մտավ։ Ես ասացի, տղաս, դու նոր քիչ առաջ էիր հանձնում, ասաց, չէ, եղբայրս էր։ Հետո որ եղբայրը մտավ, տեսավ ոնց որ ըստ ավանդույթի, ոնց որ ասում ենք, խնձորը երկու մասի կիսված։ Ու այդ խնձորը երկու մասի կիսվածը իմ մոտ առաջացրեց գաղափար, որտեվ այդ ուսանողները եղբայրները դահոլահարներ էին։ Եվ եկավ գաղափար, որ խնձորը երկու մասի կիսված է, նույն խնձորը Հայաստանը կիսված է երկու մասի, սևեր, սպիտակներ։ Նախատեսվածից ավելի շատ մասնակիցներ միացան նախաձեռնությանը։ Տեսահոլովակի սկզբում ներկայացվում է սևերի ու սպիտակների կռիվը։ Ի վերջո, պատմության ավարտին բոլորը միավորվում են, դառնում սպիտակ եւ հնչում է քոչարիի հզոր ռիթմը։ Բեմադրությանը միանում են զուռնայի հնչյուններն ու Հազար Վահան ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ավելի քան 400 պարողները, ազգային պարի միջոցով ընդգծելով համախմբման գաղափարը։ Արա Գևորգյանի մտահղացումը ռեժիսոր Վահե Յանը զարգացրել է դրամատիկական շերտով, տեսահոլովակում ներառելով Կայենի, Աբելի եւ նրանց մոր մասին խորհրդանշական պատմությունը։ Քոչարու ռիթմի վրա արդեն ըստ իմ գաղափարի, ըստ դրամատուրգիայի ես որոշեցի, որ մենք մեծ մեղք ենք գործում, որ իրար հայհոյում ենք։ Եկեք այդ մեղքից ազատվենք։ Եվ Տեր Ողորմյա երգն է մտնում։ Նախագծին մասնակցել են Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, Ռուբեն Կարասեֆելյանի ղեկավարությամբ, նաև Հովանես Չեքիջյանի ազգային երգչախումբը։ Երաժշտական շերտին առանձնահատուկ գունեղություն է հաղորդել երգչուհի Տաթև Վիդվինգսը, իսկ Վահան Նահապետյանը Արա Գևորգյանի ստեղծագործություններին տվել է ժամանակակից, հնչեղ եւ նորարարական լուծումներ։ Ես, Վահան Նահապետյանը եւ Դավիթ Գևորգյանը թմբկահար, մենք էլ նկարահանվեցինք եւ հետաքրքիր էր, որ այդ պահին մեր գլխավերևով թռնում էին ուրեմն 5 ուղաթիռ, շատ գեղեցիկ այս տեսքով իրանք երևի շքերթի են պատրաստում կամ ինչ-որ նման արարողության, ոնց որ անենց համահունչ եղավ մեր նվագը։ Նախաձեռնությանը ներգրավել են նաև Հայաստանի ճանաչված վարպետ եւ ուսուցիչ դհոլահարներ։ Ձայնագրման փուլը տեխնիկապես բավականին բարդ է անցել։ Դհոլահարները ձայնագրվել են մաս-մաս, ապահովելու հնչողության ճշգրտությունն ու ամբողջականությունը։ Սխեման կազմել եմ մեր ամենահայտնի դհոլահարների հետ, որ այդ կռիվը մենք սարքել ենք մեր հայտնի դհոլահարներով։ Ամեն մեկը իր ձեռագիրն է դրել այդ ստեղծագործության մեջ եւ ես դրա համար միայն հպարտ եմ։ Եվ շատ փոքրիկներ էլ կային, որոնք չէին կարող դա նվագել։ Նրանք նվագեցին միայն ֆինալի մասում, զուռնաների մասում, որոնք խփում էին քոչարու ռիթմը։ Իրանք այդ քոչարու ռիթմը բոլորը կարող էին։ Այնպես որ մենք սա տեխնիկական լուծումներն էլ ենք ճիշտ տվել, որ բոլորը մասնակցում են։ Վերածննդի խորհուրդ ունեցող նախագիծը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, չնայած դիմել էին բավականին ուշ։ Արա Գևորգյանի խոսքով ավելի վաղ հայտ ներկայացնել հնարավոր չէր, քանի որ հստակ չէին կազմակերպչական բոլոր քայլերը։ Ի վերջո գրանցվեցին ոչ միայն Գինեսի գրքում, այլև մի շարք այլ հեղինակավոր հարթակներում եւ հայկական դյուցազնագրքում։ Սա արդեն 4-րդ ռեկորդն է, որոնք հայտնի կոմպոզիտորը ստացել է հենց այս բեմում։ Ինձ համար արվեց բացառություն։ Միջամտեց մի կազմակերպություն, որը միջամտեց Գինեսին արագացնելու համար եւ էքսպերտները նշանակվեցին մեր երկրից, Հայաստանից, անկախ էքսպերտներ, որոնք եկան, ֆիքսեցին, հատուկ պարամետրերով նկարահանվեցին, հատուկ պարամետրերով Գինեսի համար նկարահանվեցին դետալներ, ինչա տեղի ունենում։ Հիմա արդեն մանրամասը գրավոր ներկայացնում են, քանի որ հայտը արդեն ընդունված է։ Իսկ ընդունում են հայտը այն դեպքում, երբ որ այդպիսի ռեկորդ դեռևս գոյություն չունի։
Այս կադրը, որ օրեր շարունակ համացանցի հիթն է եւ պետք է մնար գաղտնի, անծանոթ դրոնի հայտնվելով պատահականորեն բացահայտել է Արա Գևորգյանի եւ նրա թիմի աշխատանքային ընթացքը։ Սակայն սա դեռ վերջնական պատկերը չէ։ Պրեմիերան մայիսի 28-ին է։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։